Գալիս ենք առաջի ժամով, ուսուցիչի առաջի ժամը չի ներկայանում, երկրորդ ժամը չի ներկայանում ու տենց մինչև 7-րդ ժամ։ Չենք աշխատելու այնքան, մինչև լինի արդար նոր ընտրություն։ Մենք ասում ենք, գեղձիկներով ընտրված տնօրեն մեզ պետք չի։ Մենք պահանջում ենք նոր, արդար, ազատ ընտրություն։ Լոռու մարզի Աքորի համայնքի միջնակարգ դպրոցում դասապրոցեսն ընդհատվել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, հունվարի 18-ին վերսկսվել է, սակայն կրկին դադարել։ Ուսուցիչները չեն հաշտվում տնօրենի ընտրության արդյունքների հետ, չեն ընդունում նոր տնօրեն Անահիտ Մուսայելյանին։ Նրանք նախ չեն ուզում, որ քաղաքից եկած մասնագետը ղեկավարի դպրոցը, բացի այդ համոզված են, որ ընտրություններն անցել են օրենքի խախտումով։ Ես Սեդա Թոմոյանս, Վեներա Նիազյանը, Սամվել Կիրակոսյանը եւ Անահիտ Թաթոյանը ընտրել ենք Արմեն Նիազյանին, սակայն մեզանից մեկի ձայնը կեղծվել է եւ կեղծիքը կատարվելուց հետո հաշիվը հայտնվել է 5-3։ Տնօրենի պաշտոնի մյուս հավակնորդ Արմեն Նիազյանը, նաև ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտական խորհուրդը դիմում բողոքներ են ներկայացրել տարբեր ատյաններ։ Արձագանքներ եղել են, վերջին այցը կրթության պետական տեսչությունից էր։ Դիմում կայք իրենք փաստաթղթերը ուսումնասիրենք, արդյունքների մասին սահմանված կարգով կտեղեկացնենք։ Թափուր տեղի համար տնօրենի մրցույթին մասնակցել եմ Աքորում եւ կատարվել է խախտումների համար, որոնք ժողովուրդը նաև այդ թվում նաև խորհրդի բոլոր անդամները, որոնք 4-ն էլ փաստում են, որ ինձ են ընտրել, բայց կեղծված է մի ձայնը։ Գյուղապետը բացառում է կեղծիքի փաստը, ասում է, որ քվեարկությունն ամբողջությամբ նկարահանվել է, բայց քվեարկության արդյունքում 2 ձայնի առավելությամբ Մուսայելյանն ընտրվել է։ Քրթության նախարարությունից իրենք ստացել են պատասխան, դատախազությունը ստացել է պատասխան, հետևելը որն է։ Արդյունքներում նաև որ ընտրությունն անցել է շատ ազատ, թափանցիկ եւ արդար։ Անօրինությունը բացառում է նաև ընտրված տնօրենը եւ անհիմն է համարում ուսուցչական կազմի պահանջը, որ տնօրենը լինի համագյուղացի։ Բողոքարկումներ կարող են լինել, բայց երեխաներին զենք դարձնել, այս դասապրոցեսը տապալել։ Բողոքելու բան ունեին, բոլորը ես իրանց եմ ասում։ Դուք դաս արեք եւ բողոքեք, բայց դուք դասապրոցեսը մի տապալեք։ Երեխան մեղավոր չի։ Դուք տվեք դատարան, բողոքում եք, բողոքեք, բայց ձեր գործով զբաղվեք։ Մենք միայն մի ձևով կարող ենք մեզ պաշտպանել, մեզ լսող չկա, մենք միայն դասադուլով, դասերը պարապմունքները դադարեցնելով ենք կարողանում մեզ պաշտպանել, ուրիշ ճանապարհ մենք չունենք։ Աշակերտները եւս հայտնվել են պայքարի կենտրոնում, դպրոցում հայտարարված դասադուլը շարունակվում է։ Աշակերտների մի մասը դպրոց ընդհանրապես չի գալիս, մյուս մասն էլ գալիս են, սպասում դասարանում, բայց ուսուցիչն այդպես էլ դասարանի դուռը չի բացում։ Ես եկել եմ դասի, իմ եղբայրներն են եկել դասի, բայց իրանց ուսուցիչները ասել են, որ դաս չկա։ Եթե մենք դասի չգանք, իրանք մեզ դպրոցից կհեռացնեն։ Արդեն շատ երեխաներ արդեն 160 ժամը լրացրել են։ Դե ուսուցիչներն դրսում են, դպրոց չեն մտել, որ դասանում։ Ես եկել եմ դասի, ոչ մեկ դաս չկա։ Ինչ ուսուցիչները հայտարարել են դասադուլ, ես ամեն օր ներկայ եմ եղել, բայց ուսուցիչները չեն ներկայանում, որ իրենց դասը պարապեն։ Բացասական ազդեցություն կթողնի, եթե ծրագրից հետ ենք ընկնում, արդեն շատ էլ ընկել ենք։ Աշակերտների բացակայությունների քանակը արդեն մոտ է թույլատրված 160 ժամին, որից հետո անհարգելի բացակայությունները ըստ օրենքի չեն ներվի։ Աննա Պեչենևսկայա, Գոհար Հարությունյան, Էդիկ Սիմոնյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, Լուրեր, Աքորի։